Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր ենք փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայաստանի ազգային ակադեմիայի գիտությունների թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի հետ։ Ողջունում եմ պարոն Մանասյան մեր տաղավարում, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Այսօրվա մեր զրույցը ես ուզում եմ լինի ցեղասպանության մասին։ Ես տեղյակ եմ, որ դուք հետազոտում եք նաև այդ հարցը եւ ունեք որոշակի վերապահումներ այն կոնցեպցիային, որը որ հիմա ընդունված է եւ գիտական շրջանակներում եւ ընդհանրապես Հայաստանի հանրության մեջ։ Հայաստանի ղեկավարության մասին չեմ խոսում, որովհետեւ նրանք որդեգրել են նոր կեցվածք ցեղասպանության հետ կապված, հանել են ցեղասպանության հարցը առաջնահերթություններից, թեև եթե անկեղծորեն ասենք, իրականում այդ հարցը առաջնահերթությունների մեջ կարծես թե երբեք չի եղել, բայց համայն դեպս Հայաստանի իշխանությունները անցած տարիներին չեն խոչընդոտել ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ այդպես բացահայտ կերպով չեն նահանջել ցեղասպանության ճանաչումից եւ պահանջատիրությունից։ Այժմ բոլորովին հակառակն է իրավիճակը, կա իրական Հայաստանի կոնցեպտը, որը որ Հայաստանի 29743 կիլոմետրից դուրս ոչինչ չի տեսնում, բայց ցավն այն է, որ այդ ցեղասպանությունը, որի մասին մենք խոսում ենք, տեղի ունեցել նաեւ այս տարածքից ներս, իսկ այս տարածքից ներս կատարվածները ընդունված չէ անվանել ցեղասպանություն։ Ես կխնդրեմ դուք շահադրեք այն հիմնական թեզերը, որոնք որ դուք ներկայացնում եք ցեղասպանության հետ կապված եւ հետո մենք փորձենք ձեզ հետ դա քննարկել։ Սիրով նախ ես ուզում եմ խոսքը սկսել ցեղասպանության իբրև քաղաքակրթական երևույթի մասին։ Գիտեք, դա համամարտկային քաղաքակրթական խնդիրների շարքում է եւ կարծում եմ դեռևս կարոտ է խորը երևի թե փիլիսոփայական ուսումնասիրության, ինչու փիլիսոփայական, որովհետեւ ցեղասպանությունը դիտվում է որպես մարդկայնության կամ ավելի ճիշտ կլիներ ասել մարդկության դեմ գործած հանցագործություն եւ նույնիսկ Միացյալ ազգերի կազմակերպության կոնվենցիան այդ մասին հիշատակելիս ուղղակի բավարարում է այն արարքների թվարկումով, որոնք բավարարում են, որոնք ենթադրում են, որ դա այդ արարքը ցեղասպանություն է։ Նույն համայնքին պատկանող, նույն ազգությանը պատկանող, կրոնական համայնքին պատկանող մարդկանց նկատմամբ կատարված հանցագործությունը անկասկած ցեղասպանություն է եւ դրամ այդ պահանջին, այսպես ասենք, բավարարում է եւ Արեմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում թուրքերի ձեռքով տեղի ունեցած գործողությունները բոլորը բավարարում են դրան։ Բայց պիտի ասեմ, որ դա այնքան կենսական հարց է։ Ես ուզում եմ ձևակերպել հարցը այնպես, որ մեզ բոլորիս համար պարզ լինի։ Դրա իմաստավորում այնքան կենսական է, որ ծառանում է հետևյալ հարցի ձևով։ Վերջը մարդկությունը հաշտվելու է, որ այդպես ցեղասպանությունը դառնում է հարցերի լուծման, քաղաքական հարցերի լուծման գործիք, միշտ ընդմիշտ, թե մարդկությանը կհաջողվի կառուցել, ստեղծել ցեղասպանությունից զերծ աշխարհ։ Հայոց ցեղասպանությունը այդ կապակցությամբ եւ հետո դրան հաջորդած Արցախահայության դա եղել է ցեղասպանություն Արցախում, այդ հարցը ավելի է սրում, այսինքն դրա ընդհանուր քաղաքակրթական իմաստի բացահայտումը դառնում է օրախնդիր այս հասկացության ամենահրատապ իմաստով։ Վերջը մարդկության
դեմ գործող հանցագործությունները դառնալու են սովորական երևույթ, մարդկությունը ապրելու է ցեղասպանությունների շարքում, թե մենք պետք է դա իրավական, ես այդպես էլ կասեի նույնիսկ զուտ իրավական ձևակերպումների դաշտից, որ կարևոր է, իհարկե շատ կարևոր է, նաև տեղափոխեն քաղաքակրթական իմաստավորման դաշտ, որ պետությունները, որ ժողովուրդները, որ հանրություններն են դիմում ցեղասպանության եւ ինչ շարժառիթներով է դա լինում քաղաքակրթական բանի տեսակետից, հիմքերի տեսակետից։ Այ մենք սովորաբար խոսում ենք, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանություն եւ ոչ միայն մենք ենք դա ասում, այլև ասում է միջազգային հանրությունը եւ գիտեք, երբ խոսում է թե ում պետք է դատապարտել, ով պիտի պատժվի կատարված հանցագործության համար, նշում են անհատների անուններ, նշում են կազմակերպությունների անուններ, Գերմանիայի դեպքում նացիստական կուսակցություն օրինակ, եւ խմբեր առանձին, նույնիսկ գործը կարող է հասնել պետության ինստիտուտի դատապարտմանը, դա համարյա դա չի արվում, բայց չի խոսվում ժողովրդի մասին։ Տեսեք, եղել է ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում եւ ոչ մի անգամ տեղի ժողովուրդը չի իմպոստացել այդ երևույթի դեմ։ Ավելին այն իշխանությունները, որ ընտրված են, դա իրենց կողմից ընտրված իշխանություններ են, ինչպես օրինակ կարող ենք ասել դա եղել Ադրբեջանում, կարող են ասել, որ Ադրբեջանում իրոք ընդհանրենք թե լեգիտիմ ձևով իշխանության մեջ են հայտնվել այսինքն, բայց այդ լեգիտիմությունը, այսինքն ժողովրդի կողմից ստեղծված ձևավորված ցեղասպան կառավարության պատասխանատվությունը պետք է ժողովուրդը ընկնում է նաև ժողովրդի վրա, ով է նրան դրել։ Սա հարց է, ընդհանուր քաղաքակրթական հարց է, որը իմաստավորման կարիք ունի։ Եվ ինչպես քիչ առաջ ասեցի, ընդհանուր քաղաքակրթական իմաստավորման հարց է, թե ընդհանրապես որ ժողովուրդներն են, որ պետություններն են, որ հանրություններն են, որ դիմում են, որոնց համար ցեղասպանական վարքը դարձել է քաղաքակրթական երևույթ, քաղաքակրթական գոյության ձև, որպես գոյության ձև։ Տեսեք, կարելի է այսպես ասել, թե թուրքը քոչվոր է եղել, քոչվոր թուրքերը հայտնվել են այս տարածքում եւ երբ նայել են այդ հովիտներին, բարձ է, որ ասել են, որ այս մերը պիտի լինի։ Մերը պիտի լինի եւ ամեն ինչ արել են եւ գլխավոր զենքը եղել է տեղի ժողովրդի կոտորածը, այդ հողերի տիրոջ կոտորածը։ Կապ կա արդյոք տնտեսավարման այդ ձևի, այդ կացութաձևի եւ ժողովրդի բնավորության եւ իշխանությունների քաղաքականության միջև խորքային կապ կա, թե չկա։ Ես կարծում եմ կա եւ կոչվորությունը նկատի։ Այո, այո։ Եվ դա ես կարծում եմ կա եւ դա դրանով հարցը չի սպառվում։ Բանն այն է, որ կան այլ հանգամանքներ ժողովրդի կերպարի, ժողովրդի ինքնության ձևավորման այլ խթաններ, այլ գործոններ, որոնք պահանջում են համակարգված ձևով ուսումնասիրել, թե որ պետությունները, հետևաբար որ ժողովուրդները դիմում են այդ քայլին։ Հիմա ասում են, դե գիտեք, ժողովուրդը մեղավոր չի, բայց ժողովուրդը մեղք չունի դրանում, օրինակ Հիտլերին ով է բերել իշխանության, ինչպիսի ցույցեր էին իրագործվում հօգուտ Հիտլերի։ Այդ նույն հարցը ցակում է բոլոր դեպքերում, եթե մենք ուղղակի մեղադրում ենք կառավարությանը, ցեղասպանության մեջ մեղադրում ենք կառավարությանը, ժողովուրդը դրա համար պատասխանատու է։ Հիմա ես խնդրեմ ձեզ, պարոն Մանասյան, առաջ անցնելուց առաջ այնուամենայնիվ մի փոքրիկ անդրադարձ ունենանք պատմության մեջ կատարված ցեղասպանություններին։ Դուք չեք գտնում, որ ինչքան պատմությամբ դեպի ետ ենք գնում, այնքան այդ ցեղասպանությունները դառնում են սովորական երևույթ եւ այսպես անպատիժ երևույթ։ Իհարկե դուք ճիշտ եք, այդպես էլ եղել է, բայց այն ժամանակ չի եղել։
մարդկությունը ձևավորված չի եղել միասնական որպես միավոր, չի եղել ՄԱԿ-ը, չի եղել ազգերի լիգան եւ միջազգային իրավունքը չի եղել, ամեն պետություն իրավունք է ունեցել, ոչ թե իրավունք է ունեցել, այլ ցանկությամբ կարող էր հարձակվել մյուսի վրա տարածքրավելու համար եւ կոտորելու։ Դա մարդկության քաղաքակրթական զարգացման մի էտապին է վերաբերում, երբ դա չի էլ պատժվել։ Բայց մենք ասում ենք, որ դա հանդուրժելի է, մարդկությունը պետք է անցնի մի էտապի եւ այդ էտապը սկսվում է ազգերի լիգայով եւ հետո ՄԱԿ-ով, եթե մենք ունենք դա եւ զանազան միջազգային կառույցներով, որոնք անընդհատ խոսում են ցեղասպանության դատապարտման մասին, բայց հիմա ես պիտի ասեմ անցնեմ հաջորդ հարցին այստեղ, բանն այն է, որ այդ դատապարտումներով էլ ավարտվում է պատիժը, որովհետև մի պետություն վախ չունի, թե ինքը գրելու է բացառությամբ դեպքը եղել է դա այդ նախադեպը չգիտեմ որքանով է ապագայում կիրառելի կամ դա ինչքանով մարդկությունը կընդունի որպես գործիք, որ ամեն անգամ դիմի այդպիսի քայլերի, դա Գերմանիայի մասնատումն է եղել, բայց տեսեք ամեն անգամ Թուրքը կարողացել է խուսափել այդպիսի պատիժներից եւ մինչեւ օրս։ Այսինքն այն, որ դուք ասում եք հիմա մենք ապրում ենք նոր ժամանակահատվածում, որտեղ կա ազգերի լիգա կամ միավորված ազգերի կազմակերպություն, դա ավելի շուտ մեր ավելի քաղաքակիրթ լինելի ցանկությունն է, քան իրականությունը։ Ըստ երևույթին, բայց կա մի ուրիշ պատճառ, որը մեզ խոհում է նրանց պատասխանատվությունը բարձրացնելու հարցին, դա այն է, որ հիմա ինչպես ցույց են տալիս ժամանակակից պատերազմները, ուկրաինական պատերազմը, Ղարաբաղյան պատերազմը, որ մեծացել է ցանկացած պատերազմ ցեղասպանությամբ, այսինքն վերադառնում ենք դեպի նախնադար, այսինքն այս պարագայում մարդկությունը ինքը, եթե գտել ենք ՄԱԿ-ը եւ դա անզոր է, ապա ինչ ինստիտուտ կարելի է ստեղծել, ինչ միջոց կարելի է, ես երբ ասում եմ դա համակարգական հարց է, դա ես դա նկատի ունեմ, այսինքն եթե դա դառնալու է մեզ համար սովորական, ինչպես նախկիններում եղել է, ինչպես դարեր առաջ ում զուցել է կոտորել տարածքները գրավել, մողոլները հասել են որտեղից որտեղ թուրքերը, որտեղից որտեղ կոտորել են։ Մենք նորից այդտեղ ենք գտնվում, թե քաղաքակրթությունը մարդկային այսպիսի զինատեսակների առկայության պայմաններում, երբ ամեն մի պայթուն կարող է վերջանալ մարդկության ինքնասպանությամբ, թե մենք այդ հարցը պետք է ավելի խորքային ձևով իմաստավորենք։ Սա իմ կարծիքով արդի մեր օրերի ամենահրատապ հարցերից մեկն է, տեսական հարցերից մեկը, որը տրված չէ, որի պատասխանը տրված չէ, դե հարցերը պատասխան չունեն, դեռ պատասխան չկա, պատասխան չկա այն հարցին, թե ցեղասպան պետությունը, այս պետությունները ինչու միայն դրանց պատիժը ավարտվում է դատապարտմամբ։ Այդ պետությունը կարող է, այ հիմա Ադրբեջանը չի վախենում։ Արցախյան ցեղասպանությունը իրագործեց, նա չի վախեցել։ Ինչու՞, որովհետև գիտի, որ պետությունները միայն եվրոպական պարլամենտից որոշ պատգամավորներ, որոշ պատգամավորներ ելույթ են ունենալու դատապարտող հայտարարությունով։ Գործը չի հասնելու գործի։ Չի հասնելու որևէ ռեալ քայլի, այ հիմա այս կապակցությամբ շատ էական խնդիր է դառնում, հետո մենք կանդրադառնանք դրան, մեր զրույցում Արցախյան խնդիրը ինչ հետաքրքիր պրոբլեմ է, տեսական տեսության համար ինչ հետաքրքիր պրոբլեմ է այդ խնդիրը նոր մակարդակի բարձրացնելու համար ցեղասպանության իմաստավորման, փիլիսոփայական, իրավական, նաև իմաստավորման խնդիրը նոր մակարդակի։ Դա մեր գոյության, մարդկության, մեր տեսեք ցեղասպանությունը որոշ տեղերում անվանում են հանցագործություն ընդդեմ մարդկության, հետո թեթևացնում են, ասում են ընդդեմ մարդկայնության։ Մի քիչ ուրիշ հասկացություն է ընդդեմ մարդկայնության, ընդդեմ մարդկությանը պարզ է եւ ցեղասպանական ցանկացած ակտ ուրեմն հանցագործություն է ընդդեմ մարդկության, այսպես պետք է մենք անընդհատ ընդգծենք այդ գաղափարը։ Փոխվել է պրոջև չելավեչ, ասում փոխվել է պրոջև չելավեչ, նստի ռուսական տեքստորը այսպես են բանանում։
Բայց ես կարծում եմ, որ վաղ թե ուշ, եթե մենք պիտի գոյատևենք, մարդկությունը եթե պիտի գոյատևի, պիտի զգա այս վտանգը, ցեղասպանական արարքներից եկող վտանգը, դրա անպատժելիությունից եկող վտանգը եւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Հիմա խոշորները իրենց անվտանգ են զգում, բայց այդպես չէ։ Դա էլ ոչ մեկ անվտանգ չի։ Եթե դա դրա դեմ առնելու իմաստավորված, մշակված միջոցներ չկան։ Սա ընդհանուր հարցն է։ Ինչ ես ասացի, ցեղասպանության իբրև համամարտկային երևույթի իմաստավորման հարցն է։ Բայց կա հարցեր, որոնք հենց մեզ են վերաբերվում, եւ մենք պետք է ինքներս այնպիսի հարցադրումներով անդրադառնանք հարցին, որպեսզի այնինչ մենք ենք ուզում ոչ թե միայն հանուն մեզ, այլև հանուն մարդկության, որպեսզի այդ հարցադրումները ավելի հասանելի լինեն։ Տեսեք, մենք ունենք բանաձև, ես կարծեմ մի անգամ ասել եմ այդ մասին, մենք ունենք այդպիսի բանաձև եւ դա շատ ընդունված է եղել հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 15-ից մինչև 23 թիվը, մինչև հանրապետական Թուրքիան։ Սխալ բանաձև է։ Սխալ բանաձև է, տարիներ շարունակ մենք այդ սխալ բանաձև ենք, որովհետև այդ հայոց ցեղասպանությունը սկսվել է Համիդյան ջարդերը, ցեղասպանություն չի եղել արդյոք, եւ կամ դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից իրագործած Դերսիմի կոտորածները կամ բռնի թուրքացումը կամ բռնի ուծացումը ցեղասպանական արարքներ չեն եղել հանրապետական Թուրքիայում կամ նրա կողմից, երբ ասում են, տեսեք, ես միայն նշեցի ժամանակային բանա ինտերվալը չէ, այսպես այդ հատվածը, բայց նաև սխալ է այն, թե Օսմանյան կայսրությունը, որովհետև այդ օսմանական զորքերը մտել են Անդրկովկաս, մտել են Իրան, Պարսկաստան, այնտեղ են հայկական գյուղեր բնաջնջել, մտել են ռուսական Հայաստանի հետ տարածք Ռուսահայաստան եւ հետո շարժվել են դեպի Բաքու, ամբողջ Արևելյան Անդրկովկասում հայկական ջարդեր են եղել, Անդրկովկասի հայության, հիմա կարելի է անվանել Ադրբեջանի հայության եւ Արցախի հայության ցեղասպանությունը, դա թուրքերի կողմից որպես պրոքսի պետության, արհեստական պետություն, նրանց գործիք ստեղծած մի պետության կողմից իրագործված հանցագործություն է, նույն թուրքերի թուրքական պլանների նախագծով, այսինքն մեծ թուրանի նախագծով, պատահական չէ, որ պարսիկները Իրանը, այսպես ասենք, այդ Ադրբեջանի պահանջները, այսպես կոչված Միջանցքի կապակցությամբ, Սյունիքի Միջանցքի կապակցությամբ անվանում է թուրանական Միջանցք, պատահական չէ, ակնհայտ է դա, այսինքն դարասկզբից դեռ նախորդ դարավերջից եւ ողջ 20-րդ դարում եւ ներառյալ Ղարաբաղյան հակամարտությունը թուրքը հիմա ես կամ թուրքի կողմից ընտրված իշխանությունները իրագործել են հայոց ցեղասպանություն եւ դա շարունակում է մինչ օրս։ Մինչ օրս շարունակում է տարբեր ձևերով ցեղասպանությունը հերքելու միջոցներով, Արցախահայության հարցով։ Մինչ օրս Սումգայիթը, Բաքուն, Արցախը այս բոլորը այդ նույն քաղաքակրթական վարքագծի դրսևորումներն են։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք առանձնացնում եք թուրքերին, թուրքական ազգը, որպես այսպես ցեղասպանական ազգ, ի տարբերություն մնացած բոլոր ազգերի, որոնք կան երկրագնդի վրա։ Արդյոք դա հիմնավորված է գիտականորեն, արդյոք կարելի է այդպես առանձնացնել մեկ ազգը եւ ուրեմն ասել, որ այս ազգը իր ամբողջ ղեկավարներով եւ իր ամբողջ հասարակ ժողովրդով ցեղասպան։ Գիտեք, ես առանձնացրել եմ դարաշրջանի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը եւ զուգահեռաբար դրան ավելացրել եմ ցեղասպանական վարքի շարունակական բնույթը միջև օրս, որը որևէ մի պետության մեջ որը պետության նկատմամբ այդքան էլ բացահայտ ձևով նկատելի չէ, այստեղ բացահայտ ձևով է դա նկատելի այդ մեկ։ Ինչ նկատում եք, ավելի մանրամասն ասեք։ Դե ես արդեն նշեցի, որ հանրապետական Թուրքիայի հիմնումով, երբ սուլթանին քշել են եւ
Աթաթուրքը եկել է իշխանության, չի ավարտվել հայոց ցեղասպանությունը եւ բռնի ուծացումը եւ հավատափոխությունը բռնի Այսինքն եթե ի տարբերություն ասենք օրինակ վերցնենք նույն Գերմանիայի ֆաշիզմի հաղթարելուց հետո ուրեմն այնտեղ Գերմանիան այլևս չի շարունակել իր քաղաքականությունը ասենք նույն հрьяաների նկատմամբ ապա Թուրքիայի դեպքում դա այդպես չէ Թուրքիայի դեպքում այդպես չի հետևալ զղջանքի ակտեր եղել են գերմանացիների կողմից բայց իմ ասածը այս ամբողջ process-ում տիպական օրինակ առանձնացնելն էր որևէ մի պետություն աշխարհում չի առանձնանում իր տիպականությամբ որ վարկով ցեղասպանական վարկով այնպես ինչպես առանձնանում է թուրքը թուրքական պետությունը եւ նրա կողմից ստեղծած պետությունները տեսեք մտավ Կիպրոս ցեղասպանությամբ մտավ վերցրեց երկրի կեսը միջի օրից դուրս չի գալիս չնայած ոչ մի պետություն չի ճանաչել այդ բանը այդ հանրապետությունը Հյուսային Կիպրոսի հանրապետությունը մտել են Ադրբեջան 18 թվականին հիմնել են ցեղասպան պետություն կնքել են պայմանագիր նրա հետ որ իրենք ենթարկվելու են թուրքական պահանջներին եւ այս ամբողջ պատմությունը ցույց է տալիս որ դարից ավելի ժամանակաշրջանը դարուկես կարելի արդեն 150 տարի է թուրքական թուրքը իրագործում է իր առաջադանում իր քաղաքականությունը չկա որևէ մի այլ պետություն իմ կարծիքով եղել են իհարկե ես խոսում եմ այն մասին երբ արդեն 20-րդ դար երբ արդեն կա միջազգային կառույց երբ մարդկությունը հասել է հասունացման քաղաքական հասունացման այն աստիճանի երբ ստեղծել է միջազգային կառույցներ որոնք պետք է բան անեն կանխեն ցեղասպանական եթե այդ քաղաքական հասունացումը պարոն Մանասյան իրականություն լիներ ես համայն դեպս այդպես ես ասում եմ որ իրականություն չէ դեռ ես ասում եմ այսքան պատերազմներ այսքան այսինքն հարցերը շարունակում են լուծել ուժով ես ասացի որ լուծված չեն եւ դա համամարտկային մեծ խնդրեմ է որը կարոտ է իմաստավորման քաղաքակրթական հիմա անդրադառնանք Հայաստանին հայերին եւ հայերի կողմից այդ խնդրի ընկալմանը ես առաջին բանը ասացի դա այն էր որ նախ թվերն ենք սխալ գիտեք ամեն բառը երբ գործ ունես միջազգային իրավունքի հետ ամեն բառը ես նույնիսկ քիչ առաջ նշեցի մարդկայնության դեմ եւ մարդկության դեմ չէ ամեն բառը կարեւոր է եւ ես պետք է ասեմ որ երբ մենք ասում ենք 1915-23 թվականին մենք նշում ենք մեծ եղերնի տարիները բայց ոչ հայոց ցեղասպանության տարիները հիմա մեծ եղերնի հասկացությունը Միացյալ Նահանգները շրջանառության մեջ է դրել Բարակ Օբամայի ձևով խոսքով հիմա Թրամփը կրկնել է օրերս այդ բանը այդ նույն բանաձևը մեծ եղերն երևի կարելի է մեծ եղերնով առանձնացնել այդ բառով առանձնացնել հայոց ցեղասպանությունը եւ ասել մեծ եղերնը դա հայոց ցեղասպանության սիմվոլիկ անունն է այո ինչպես ասենք հոլոկոստը հрьяաների ցեղասպանության մոտ մենք կարող ենք դա այդպես ասել բայց էդ էլ չենք ասում որովհետեւ այդտեղ բառերը նշանակություն են ինչու որովհետեւ եթե մենք խոսում ենք ընդհանրապես մեծ եղերնի մասին հանրապետական Թուրքիան ազատվում է այդ մեղքից որտեղ դա տեղի ունեցել 15-23 թվականներին դուք ուշադրություն դարձրեցիք այս տարվա Էրդողանի կողմից արտահայտված այդ ես չգիտեմ ինչպես անվանեմ ուրեմն այդ խոսքին երևի ճիշտ կլինի այդպես ցեղասպանության վերաբերյալ գիտեք դա պետք է լինի խոսանավության ինչ էլ լինի դա անցյալում այս պահին թե ապագայում դա խոսանավելու ճարպկախոսության կարծում եմ որ ոչ այս անգամ ուրեմն իր խոսքը ավելի կոշտ էր եւ խոսում էր դրա մասին որ ուրեմն բանդիտական կազմավորումների ուրեմն ապստամբության հետևանքով զոհերի մասին էր խոսում ընդ որում այնպես էր խոսում որ պարզ չէ այդ զոհերը ինչ է նկատի ուներ
հայ ազգությամբ ասելու են փոխադարձ թե իրենց զոհերը։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ իրենց զոհերը։ Դե իմ ասածը Խուսանավելը դա ենթադրում էր, որովհետև պետք է փնտրեն այնպիսի ձևակերպումներ, որոնց տակ թաքնվում է խնդիրը։ Դա դիվանագիտության մեջ ընդունված հնարք է։ Ենթադրենք, երբ հարցնում էին Դարդմունյան խորհրդաժողով Ղարաբաղ Արցախին հարցին, որին ես մասնակցել եմ, ասում են երբ է սկսվել, ասում են դա սկսվել է 1900 Շուշիի գրավումով է սկսվել մի խոսքով, այդպես են ասում։ Իբրև միջև այդ խնդրեմ չի եղել, հենց որ հայերը Շուշին գրավել են, ղարաբաղցիները Շուշին գրոհել եւ մայիսին գրավել են, այդտեղ սկսվել է խնդրեմը, հակամարտությունը այդտեղ է սկսվել։ Հակամարտությունը սկսվել է դեռևս 1918-ին, այդ տեսեք 18 եւ 91-92 դրանք տարբեր բաներ են։ Դրանք տարբեր պատկեր են։ Դրա համար ցանկացած դեպքում մենք պետք է բոլոր հասկացությունները ոնց ասեմ, ամենանուրբ ձևով ստուգման ենթարկվեն, ազատ չխոսենք այդ մասին։ Ես խոսեցի, որ դա ոչ միայն 15-20 թվին է եղել, դա մեծ եղերնի տարիներն են, այլ ոչ թե հայոց ցեղասպանության, դա հասկացության ճշգրտում է, եւ երբ ասում են Օսմանյան կայսրությունում դարձյալ սխալ է, որովհետեւ օսմանական զորքերը եկել են հասել են Բաքու եւ հիմնել մի նոր ցեղասպան պետություն։ Ինչու Օսմանյան կայսրությունում։ Մենք սխալ ենք խոսում մեր հանրի մասին։ Ըստ իս այդ սխալը միտումնավոր է եղել սկզբնական շրջանում, քանի որ խորհրդային շրջանի ներսում էր այդ խոսույթը, ուրեմն երևի քաղաքական նկատառումներով նաև այդ մասին խոսելու թույլտվություն ստանալու համար ինչ որ զգուշ ձևակերպումներ էին անում, որոնք որ ըստ էության փոխել են, բայց հիմա ի՞նչն է խանգարում մեզ, որպեսզի մենք ճշմարտություն ասենք։ Այո, հիմա տեսեք, Շուշիում ցեղասպանություն է եղել։ Այո։ Այո։ Բայց ամեն անգամ տարելիցի կապակցությամբ մեզ հրավիրում են փորձագետներին, բայց հրավիրում են ազգային ժողով, մենք գնում ենք եւ ասում ենք, վայ, այս անգամ վերջապես ցեղասպանություն բառը կհնչի։ Եվ դրա հաղորդումների, երբ պաշտոնական հաղորդագրությունն ցեղասպանություն բառը չէր հնչում։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք դիվանագիտական կամ դրսից եկող ճնշումներին ենթարկվելու կամ խնդիրը չհասկանալու կամ ես խնդիրը չհասկանալու հետ շատ բան եմ կապում։ Օրինակ, երբ մենք 30 տարի անընդհատ ասում էինք մենք գրավել ենք կամ ազատագրել ենք ադրբեջանցիներ դասել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներ, բայց մենք Լեռնային Ղարաբաղից դուրս չենք եկել, մենք մարզի սահմաններից էինք դուրս եկել, իսկ մարզը հիմնվել էր Լեռնային Ղարաբաղում, որի բոլոր տարածքները կրճատել են, Լեռնային Ղարաբաղը մի զգալի մասը կրճատել են, իսկ մեզ ասում են դուք Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները գրավել, եւ մենք հաճույքով կրկնում էինք դա, չհասկանալու խնդիր։ Ընդհանրապես այդ երևույթը գոյություն ունի, եթե գիտնականները, եթե երկրի ղեկավարները խոսում են մի խոսույթով, այդ խոսույթն է ամրանում որպես ուրեմն իրականություն։ Բայց իմ մոտ ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, արդյոք Հայաստանի գիտնականների մեջ, եթե Հայաստանի ղեկավարությունը հիմա խուսափում է ընդհանրապես այդ հիշատակումներից, Հայաստանի գիտնականները չեն կարող միավորվել եւ ուրեմն ինչ որ ձևով համատեղ ներկայացնել կամ ասենք նույն ակադեմիան համատեղ ներկայացնի մեր իրական դիրքորոշումը, որը որ պատմության մեջ կլինի ավելի կորեկտ, ավելի ճշգրիտ։ Գիտեք, իշխանության եւ գիտական համայնքի միջև, գիտական կառույցների միջև պետք է աշխատանքային կապեր լինեն։ Այդպիսի կապեր չկան։ Հիմա այդ բaragայում գիտնականները կարող են ասել, գրել, բայց գիտնական հոդված գրողը գիտնականը քաղաքականությամբ զբաղվում է այնքանով, որքանով ճշմարտությունն է կարողանում հայտնաբերել եւ ասել։ Բայց շարունակությունը արդեն իշխանության խնդիրն է, որը պետք է հետևի, թե մեր գիտնականները ինչ են ասում այդ։ Օրինակ այն ինչ հիմա ես ասում եմ,
ասել եմ ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ Ինչ հիմա ես ասում եմ, գրեթե այդ բոլորը, ոչ բոլորը, բայց գրեթե բոլորը ասել եմ, այդ գրեթե եմ ասում, որովհետև շատ բաներ հիմա ես առաջի անգամ ասացի, այնուամենայնիվ դա այդ կապերի բացակայությունը եւ այն որ իշխանությունները, քաղաքական իշխանությունները շրջված չեն դեպի հիմա շատ են խոսում ազգային ակադեմիան փակենք, այդ նշանակում է հակաինտելեկտուալ հասարակություն են կառուցելու, հակաինտելեկտուալ։ Եթե մեկը գիտելիքի կարիք չունի, եթե մեկը ինչ ասես կարող է, նրանք կարող են համոզել սխալ բանում բանակցությունների է չէ գնում մարդը։ Եթե դու խնդիրը չգիտես, եթե այդ նրբությունները չգիտես, մեր լրագրողը հարց է տալիս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, կարծեմ Մոլդավիայում տեղ ունեցած հանդիպումներից մեկում։ Իսկ ինչ է Լեռնային Ղարաբաղը, ասում է դա մոտորապես համընկնում է մարզի հետ, այսինքն այն ինչպես իրենք են ուզում, եւ դա տարածվում է։ Բողոքող գիտնականներին չեն լսում։ Հիմա բանակցային գործընթացը գիտական գործընթաց է։ Պատմությունը գիտություն է, պատմագիտությունը գիտություն է, քաղաքագիտությունը գիտություն է, դիվանագիտությունը գիտություն է։ Եվ չի կարելի բոլոր արհամարելով ստանալ տվարել ճիշտ քաղաքականություն, հնարավոր չէ, սխալներ լինելու են, թույլ են տալու։ Օրինակ, մենք գնացել ստորագրել ենք Բիշկեկի համաձայնագիր, մենք հիմա անցնում ենք Արցախյան թեմային։ Բիշկեկի արձանագրությունը ստորագրել ենք։ Ադրբեջանը չի ստորագրել։ Սկզբից չի ստորագրել։ Հայաստանը գնացել ստորագրել է։ Եվ սխալ է արել, որ ստորագրել է։ Որովհետև նա դարձել է դրանով կոնֆլիկտի կողմ, ռազմական հակամարտության կողմ։ Իսկ եթե ստորագրել է, պիտի գրեր տակը վերապահում, որ ես մասնակցում եմ որպես միջնորդ։ Ինչպես ես ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը այդ մասին ասել էր, որ խնդրում ենք հայաստանյան իշխանություններին իրենց ազդեցությունը գործել, այսինքն Հայաստանը չի դիտվել, Հայաստանի Հանրապետությունը չի դիտվել որպես հակամարտության կողմ։ Բայց մենք գնացել ստորագրել ենք, Ադրբեջանը ասել է չէ, ես համաձայն չեմ, ստորագրել է, բայց տակը վերապահում է գրել, մենք ոչ մի վերապահում չենք գրել։ Բայց մենք էլ ունենք վերապահում, հետո ազգային ժողովում, հա։ Չէ։ Մենք այն վերապահում, ինչ ես ասում եմ, չկա։ Հիմա չէ, դուք երևի նկատի ունեք Ալմատան, այդ չէ։ Այլ այնտեղ վերապահում չենք արել եւ ադրբեջանցին գրել է, որ ես ստորագրում եմ, բայց վերապահում եմ, այնտեղ գրված է գրավյալ տարածքներից, ես պահանջում եմ, որ լինի զավթված տարածքներ, օկուպացված տարածքներ։ Իսկ ինչու՞, տեսեք, բառի մեջ ինչքան նուրբ են իրենք, որովհետեւ եթե ասում ես գրավյալ տարածքներ, գրաված տարածքներ, Ղարաբաղն է մնում կոնֆլիկտի կողմ։ Իսկ երբ ասում ես զավթված, ուրիշը կարող է զավթի քո տարածքը, Հայաստանին դարձնում է կոնֆլիկտի կողմ։ Մերոնք չեն նկատել այդ հասարակ բանը։ Միջև հիմա էլ չեն նկատում։ Այս բարերի կարևորությունը, այս դիվանագիտությունը, ես պիտի ձեզ ասեմ, դիվանագիտությունը գիտություններից ամենից ճշգրիտն է։ Ասում են ֆիզիկա, մաթեմատիկա, բան չէ։ Չկա այնպիսի մի ճշգրտություն պահանջող այնպիսի մի գիտություն, ինչպես է քաղաքագիտությունն եւ դիվանագիտությունը, որովհետեւ դա ենթադրում է հակառակորդի փաստարկների խորը իմացություն, դրան հակադարձելու բանաձևերը, դրան հնարավոր հնարքները, որոնք բացահայտվում են հաճախ սեղանի շուրջ, պետք է պատրաստ լինել դրան։ Ես որքան գիտեմ, դուք ինքներդ երբեմն մասնակցել եք հասարակական կազմակերպությունների այդ հանդիպումներին, այդ խորհուրդներին, եւ այդպիսի ակտիվ շրջան է եղել։ Ինչու այդ շրջանը աստիճանաբար մարեց եւ վերացավ։ Ինչու Հայաստանի իշխանությունները այլևս շահագրգռված չէին, որպեսզի
Հայաստանի ամբողջ պոտենցիալը մասնակցեր Տեսեք, այդ բանակցություններին։ շնորհակալություն հարցի համար։ Ես մասնակցել եմ տարիներ շարունակ այսպես կոչված Դարտմության խորհրդաժողովին, որը ռուս-ամերիկյան խորհրդաժողով էր, ռուս-ամերիկյան։ Եվ նա զբաղվել էր Տաջիկստանով, հաջողության էր հասել, եկել էր Ղարաբաղով զբաղվել։ Հիմա Ղարաբաղով զբաղվելու բանով մարդիկ են Արցախից դա երրակողմ է եղել։ Արցախից ինձ են առաջարկել եւ Զարգարյանին Մոսկվայից առաջարկել են, որ իրենք մասնակցեն։ Սկզբից մասնակցում էր նաեւ Աշոտ Ղուլյանը Արցախից։ Հիմա ամեն այդպիսի նիստին, գրեթե ամեն նիստին, կամ շատ կարևոր ադրբեջանցիները բերում են ուսանողները այդտեղ նստեցնում, որ լսեն, մասնագետ դառնան։ Մենք մեզ ոչ մի անգամ այդ գործնախարարություն չընդունեցին, նույնիսկ մեր խնդրանքից հետո։ Այսինքն, տեսեք, գիտական համայնքի եւ այնտեղ ես այն ժամանակ այս բաները նույնիսկ այդքան չգիտեի, ինչքան ես հիմա գիտեմ, այն ժամանակ այսքան չգիտեի։ Ամեն օր ես նոր բաներ եմ հայտնագործում այս խնդրում։ Եվ որովհետև դա ինստիտուտների գործ է եւ բացում ես նոր փաստաթղթեր, նոր բան ես տեսնում։ Այնտեղ տեսեք, այդ որ իսկ քիչ առաջ ասացի, թե ադրբեջանցիներն ասում են հակամարտությունը սկսվել է Շուշիի գրավումով, դա ասել է նրանց նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, այնտեղ է ասել։ Եվ դրանով նրանք ամբողջ նախապատմությունը ջնջում են 18-20 թվեր եւ այլ բոլորը ջնջում են, Սումգայիթ ջնջում են։ Եթե հակամարտության սկիզբը դա է, ամեն ինչ ընտրում են նրանք։ Բայց փառք Աստծո մենք այնտեղ հակահարված տվեցինք, իրենք խոսում էին ադրբեջանցիների փախստականների մասին, մենք փորձեցինք բան անել եւ ապացուցել, որ հայերն են միայն փախստական այդ հարցում եւ այդ օրը մեր հաղթանակի օրերից մեկն էր։ Բայց գիտեք, այնպես չի, որ փորձագետ, հասարակական կազմակերպության բանով մարդը գնա այնտեղ ասի ու գա իրենց տուն։ Դա պետք է կապի մեջ լինի, երկխոսության մեջ լինի իշխանության հետ, ադրբեջանցիները դա ապահովում էին։ Ադրբեջանցի փորձագետներին հրավիրում էին արտգործնախարարություն իրենց Մոսկվայում ամեն օր։ Մեծ չէ։ Այսինքն ո՞րն է դրա պատճառը։ Դրա պատճառը մենք ամեն ինչ գիտենք, մեծամտություն։ Այդպիսի մշակույթ մենք չունենք, կայացած չէ մեր այդ մշակույթը։ Մեզ թվում է, թե որ այդ աթոռը նստեցինք, աթոռն է խելոքություն տալու մեզ։ Աթոռը խելոքություն չի տալիս։ Տալիս է գիրքը, գրադարանը։ Այ հիմա էլ կարևոր բանաձևերի շրջանը, ինչ բանաձևեր։ Ես կասեի, որ օրինակ Արցախահայության համար կարևոր բանաձև է, շատ կարևոր բանաձև է, այս բանաձևը, թե Արցախի վերադարձի ճանապարհը անցնում է հզոր Հայաստանով։ Արցախի վերադարձի ճանապարհը անցնում է հզոր Հայաստանով։ Սա մեկ, եւ երկրորդը, այն որ մենք փորձագիտական շրջանակները պետք է ասենք, դա այն է, որ Ադրբեջանը ցեղասպանությունը իրագործել միջազգային իրավունքով իրեն չպատկանող տարածքներում։ Վերջապես այս տարածքների մասին բարձրաձայնենք։ Ազգերի լիգան դա չի ճանաչել։ Թուրքերն են դա տվել, վերջապես Լեռնային Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին, այսպես ասած տրվել է, օկուպացվել է, էլի։ Ադրբեջանին չկայացած որոշմամբ։ Գովբյուրի հուլիսի 5-ի որոշումը, որին ասում են ադրբեջանցիները, չի ընդունվել։ Ստալինը նկարտացել է նիստը փակել։ Նախորդ, եթե սա չի քննարկվել, չի ընդունվել, նախորդն է ընդունվել, ըստ որի Լեռնային Ղարաբաղ Հայաստան է։ Մենք այս բաները չենք բանանում եւ շատ ենք հավատում Թուրքի խոսքին։ Այ հիմա Արցախի դեպքը եւ Ադրբեջանը հայության ցեղասպանության դեպքերը պետք է հայոց ցեղասպանության միասնական համայնապատկերի մեջ տեսնել եւ դրանց ակունքները, մեղավորները
պատիժի հարցը եւ այլ բոլոր պետք է միասնականացնել, միասնական ըմբռնման դիրքից նայել։ Կարող ենք իհարկե տարբեր ձևով պահանջել։ Օրինակ ընդհանրենք մի դեպքում կարող են պահանջել փոխհատուցում, նյութական եւ այլն, մի դեպքում կարող է դա լինել վերադարձի եւ միջազգային իրավունքի, կարող է, բայց մենք պետք է միջև դա հասնենք, թե որտեղ կարելի է ասել, ինչ կարելի է ասել, մենք պետք է սկզբից հարցը ինքներս իմանանք։ Հարցը պետք է ինքներս իմանանք։ Չիմանալով չենք կարող։ Հուսանք, որ Հայաստանի Հանրապետությունում այդ իմաստով ինչ-որ բան կփոխվի եւ այսպես գեղձ ամենագիտությունը կփոխարինվի գիտական շրջանակների հետ ամուր եւ փոխադարձ կապով եւ որոշումներ կատարվեն միայն գիտական շրջանակների կողմից այսպես հաստատվելու եւ ուրեմն փաստարկվելուց հետո։ Ես մի Այո, ամեցեք։ Այդ կապակցությամբ ես պետք է ասեմ, որ մեր վարչապետը ունեցել է մի ելույթ, որի ժամանակ ասել է, այս բանը առաջի անգամ եմ ասում, ես տանն եմ այդ մասին ասել։ Այդ մասին խորհրդակցել է տանը։ Երբ ունի ակադեմիա, պետական համալսարան եւ այլ ինստիտուտներ, որոնք կարող են իրեն այդ հարցերին պատասխան տալ։ Մենք պետք է սովորենք պետականությունը կապել գիտականության հետ։ Լավ է ասված։ Շնորհակալություն, պարոն Մանասյան, սիրելի բարեկամներ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եւ Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանն էր մեր հյուրը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հիշեցնում եմ, որ ձեր էկրանի աջ անկյունում դուք տեսնում եք մեր Patreon-ը, որին միանալով կարող եք մեզ օգտակար լինել, ինչպես նաև Patreon-ում կարող եք նայել մեր բոլոր ուղիղ եթերները։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։